Հիմա արդեն կարամ պատմեմ։ Մենք կինո ենք գրել։ Այո, մեր գրած սցենարով առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը արդեն նկարահանման ընթացքում է։ Նույնիսկ վերջացրել են։ Ֆիլմի անունը անպայման կասեմ, բայց մինչ այդ ուզում եմ պատմել, թե ինչպես դա մեզ մոտ ստացվեց։ Կարծում եմ ցանկացած սցենարիստ ձգտում է գրել հաջողված գեղարվեստական ֆիլմի սցենար, ցանկալի է Հոլիվուդում։ Ու երբ մեր շատ լավ ընկեր Զաքարյան Արմենը, ով նաև ֆիլմի պրոդյուսերներից է, մեզ առաջարկեց գրել գեղարվեստական ֆիլմի սցենար, մենք շատ ուրախացանք ու առանց մտածելու համաձայնվեցինք։ Մենք ասելով նկատի ունեմ ես եւ իմ ընկեր Տիգրան Գալստյանը, ում հետ կապված են իմ ստեղծագործական ուղու ամենահաջող տարիները։ Ընդհանրապես իմ ու Տիկոյի համագործակցության մասին մի հատ առանձին վիդեո պիտի նկարեմ։ Մեզ միացավ նաև Գալթակյան Վարուժանը, ում մենք չէինք ճանաչում մինչ այդ, բայց շատ արագ հասկացանք, որ նույն դասարանից ենք ու շատ արդյունավետ համագործակցեցինք։ Բոլորիս համար սա գեղարվեստական ֆիլմ գրելու առաջին փորձն էր, ու ես այն հաջողված եմ համարում։ Ֆիլմը նկարահանում է Զեյրո ստուդիան, իսկ ֆիլմի ռեժիսորը Գոր Գրիգորյանն է, ով նույնպես մեր վաղեմի ընկերն է ու շատ տաղանդավոր տղա։ Դուք նրա մասին դեռ շատ եք լսելու։ Գորը մի այլ կարգի ճաշակ ունի ու շատ էսթետիկ կադրեր է ստանում։ Գլխավոր դերերում մի ամբողջ աստղաբույլ է։ Արսեն Գրիգորյան, Արտյոմ Կարապետյան, Ռիփսիմե Նահապետյան, Նարեկ Դուրյան, Ջուլիետա Բաբայան, Գոշ Ենոքյան եւ իհարկե փոքրիկ նորահայտ դերասան Ռաուլը։ Իդեպ ֆիլմում կլինի նաև անակնկալ դերասան, ում մասին հիմա չեմ պատմի։ Չէ դե լավ եկեք ասեմ, Հրանտ Թոխածյանը։ Այո, չգիտեիր։ Բա Սցենարական տեսանկյունից սա ընտանեկան կատակերգություն է դրամայի էլեմենտներով։ Գրել ենք 88 էջ սցենար, ընդհանուր 91 տեսարան։ Նախատեսում ենք տեղավորվել 90 րոպեում։ Ֆիլմը հագեցած է հումորային տեսարաններով, սուր կատակներով ու անսպասելի շրջադարձերով։ Ֆիլմի նկարահանումների մեծ մասը տեղի են ունենում Հայաստանի լեռնային գյուղերից մեկում, որովհետև մեզ լիքը ձյուն էր պետք։ Իսկ ֆիլմը կոչվում է Օպա Պապա ու պատմում է հոր եւ որդու ոչ սովորական հարաբերությունների մասին։ Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է գարնանը, իսկ ավելի կոնկրետ ապրիլի 27-ին։ Բոլորիդ մեծ սիրով հրավիրում եմ։ Դե հրավիրում եմ, որ նա Տոմս կառնեք կգաք։